Անդրանիկ Իշխանի Տոնոյան, Արցախյան առաջի օրվանից Ղարաբաղյան շարժման հենց ցույցերի 88 փետրվարի 19-ից մասնակցել եմ, նաև հացադուլով, այդտեղ փաստաթղթերից կա, օպերայրակում հացադուլով, հետո Հայաստանում առաջի կամավորական ֆիդայական ջոկատի ստեղծած Էշմիածնի շրջան, գյուղ Հայկաշնցի ու Էշմիածնում Նահատակյան Համլետի հետ ստեղծել ենք առաջի ֆիդայական ջոկատը, գաղտնի մտել ենք Արցախի Հադրութի շրջան։ Արտուր Մկրտչյանն այն ժամանակ ողորմածիկ կուլտուրայի բաժնի վարիչներ, Բաղյան Գրիշյանն գործկոմի նախագահ։ Այսօրվա իշխանությունները կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանությունը, հայտարարելով, որ պարզապես խաղաղ արտագաղթ է տեղի ունեցել օտար հողերից, հայերն իրենք են ինքնակազմակերպված դուրս եկել։ Ես պարզա, ես ամենտեղ եմ պայքարել, ես ես թուրքամետ իշխանության դեմ պայքարել եմ, այս թուրք Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ 1990-ականների, որ պլանավորված հայոց բանակ չի ծառայել։ Ինչի համար, ես հարցիկ պատասխանը գիտեմ, ոչ մեր ընդդիմադիր պատգամավորներն են դրա մասին բարձրաձայնում էկրանից։ Հայաստանի բոլոր լրատվամիջոցները Նիկոլի այսօր, Նիկոլի Աննայի թույլտվությամբ են մոտկանում ինձ։ Նիկոլը պլանավորված, որտեղ ինքը թուրք էր, եթե ծառայեր հայկական բանակում 90-ականներին, ստիպված պետք է կրակեր իր հայրենակիցների կողմը։ Դրա համար չի ծառայել։ Ինքը համարվում է նաև հրեական հատուկ ծառայության գործակալ։ Իրան աճած հրած կա դրա, որ ասում են շաշա, գիժա, գիժը կարար մի ամբողջ ազգի ստորացներ, 7 տարի ղեկավար էր ու Արցախ դատարկեր, որ աշխարհում ոչ մի բռնապետի, ոչ մի զորավարի մակեդոնացին, Լենք Թեմուրը, ոչ մեկին Արցախ չի հաջողվել դատարկել եւ նաեւ նվաճել։ Իսկ թուրք Նիկոլը Ալիևը չի նվաճել Արցախը։ Ադրբեջանական բանակը տնկի չի բերել հայ զինվորին։ Ես համ ասածներին տերն եմ պատասխան կտամ, թե դատարանում իրաք այսօրվա ծախու դատախաղաց բոլորը ես կանալ թխի հավաքել։ Այլադավան են բոլորը, հայ եկեղեցու հետ կապել չունեն, բոլոր կպայականները։ Գրացեք ստուգեք։ Բոլորը հենց Զատկի տոնակատարությանը Աննա Հակոբյանը Նիկոլը կաթողիկոսի Էջմիածնում չկային 3 օր առաջ։ Ինչի՞։ Որտեվ հայ եկեղեցու հետ կապ չունեն, այլադավաններ են։ Պաշտում են այլ կրոներ։ Մի ամիսը կես առաջ մարդու կնիկ Ամերիկայում ճաշկերույթի են գնացել ինչ որ աղանդավորական կազմակերպության։ Էրդողանի նկարներ խփել էր դոշին, բերանը կես մետր բաց է հարհարում էր։ Չոքել էր համարյա Էրդողանի ոտերի տակ։ Իսկ իմ դոշին նժդեին նկարնա։ Քպական падգամավորներից մեկն էլ հայտարարեց, որ Ալեքսանյանն է, մասինա խոսքը։ Քպական падգամավորներից մեկն էլ հայտարարեց, որ պետք է ճշտվի 1.5 միլիոն զոհերի թիվը, արդյոք այդքան։ Ես շատ տեղյակ եմ։ Այո։ Ես պատմաբան չեմ, մեր պատմաբաներն էլ են վախենում բարձրաձայնեն։ Դες թե գրած է։ Թալյատ Էնվեր Ջեմալ։ Հայ ժողովուրդը գիտի թե թուրքերն են ծրագրել, ոչ, հայոց ցեղասպանությունը ծրագրել են հենց վաղուց 5 տարից հասան 15 թվին։ Երկրորդ ցեղասպանությունը 15 թվին ա եղել։ Երկրորդ առաջինը չի։ Առաջինը երբ որ հрьяաներին հաջողվեց մեզ իսկական հազարամյակներ Տիգրան մեծ ունեցող ծովիստով Հայաստանը, որ կրակ ու պաշտ արև ենք պաշտում, կրակապաշտ ենք հետանոց, մեզ մորթելով են կրերա փոխարել, բոլոր պատմությունը կեղծեց այդ ծախու պատմաբաններ։ Մեր ցեղասպանությունը հрьяաների ձեռով եղել է այն ժամանակ, երբ որ մեզ մորթելով փոխել են քրիստոնյա։ Հիմա եթե ուզենան, որոշեն, Նիկոլն արդեն հայոց եկեղեցու առարկան դպրոցից հանեց։ Այսօր էլ արդեն առանց մորթելու, առանց շատ սիրուն ձևով, վաղ դպրոցներում կմրցնեն իսլամիեզ, ինքը կազել է Ալիևի առաջ, հայ զինվորի չի կզրել է։ Մեր պատմությունը։ Որպես զինվորական կանխելու համար այս ամենը ինչ ելքեր եք տեսնում։ Այս ելքերը շուտապույտ հայ ժողովրդի նախ զոմբիացած վիճակից հեռախոսներից դուրս արեք, Հերիկան Նիկոլյանը գործակալ դոկին լսեք, նան Նիկոլյանի փողերով զոմբիացրել է հայության 90%-ին։ Կանայք սպաշտում են դոկին, տղամարդը դոկը թող գաստեղ, գաստեղ Նիկոլին Բանասի, Քոչարյանին, Սերժին, այդ փողերը որ առել ես, նաև իր կուսակցության անունը դուք վերլուծել եք ինչա կոչվում դոկ։ Ոչ։ Դեմիրելի Օսմանյան կուսակցություն։ Դեմիրելի Օսմանյան կուսակցության Նիկոլի եւ Աննայի փողերով հովանավորված։
Ես իմ ասացին տերեն, պատասխան կտամ։ Գնամ նկարել արդյոք։ Ես կարամ իմ Շնորհակալություն շատ։ պատասխան տամ։ Էլի ուզող հարցեր կա։ Մանավանդ 20 թվին ես պատերազմի դաշտ եմ գնացել էլի կամավոր։ Ու իմ 3 երթորներից հորը տղուս տարել են հետս ռազմադաշտ։ Իսկ խաղաղ պայմաններում մարդիկ փող են տալի որ ստար, բայց ես տարել եմ, իմ որ իմ չասեն, այդ ոնց է քուտագուն հետս ուղարկում էր ջահելին տանում էր։ Իմ ազգի համար եմ արի։ Հայ ժողովրդին մենակ վերջինս հայ ժողովրդի փրկությունը հզոր բանակ կոչ եմ անում Արցախյան 90-ականնի ֆիզայներ թուրքից չեք վախեցել թուրք Նիկոլից չեք տնից դուրս չեք գալի եկեք եկտեր կանգնենք մեր ազատագրած Արցախին իմ համար համոզված եմ նաև Արցախյան 90-ականների հերոսամարտ անցած հայրենասեր ֆիզայները ոչ մեկ էլ թուրքից չի վախենում մենք Արցախը հզոր բանակ Հայաստանը պետք է ունենա մեծ կուսակցություն, մորթեք, վարդեք այդ բոլոր կուսակցականներին, Հայաստանը մի կուսակցություն պետք է ունենա։ 2 միլիոն են 200,000 կուսակցություն կա, ամեն մեկը իրար է կուտում, արա հայ ժողովուրդ, Չարենցի խոսքերը հիշեք, նաև Նժդեի խոսքերը։ Գիրքը կպահեք հակառակ ուղղությամբ։ Կներեք։ Ինչի մասին է այդ գիրքը։ Ես Գիրքա թե այստեղ իմ անցած ճանապարհն է կներեք, որ ես 89 թվին մտել եմ Արցախ։ Այսինքն հրացանով Ֆիդայինին պատվոգրերն է, իմ մարտական ուղին է, իմ մասին նաև գիրք կա գրած, որ ես մտավորական իմ ոտանավորները նվիրված հայոց մայրերին, ես ամենատեղ վերջում կնվիրեմ ձեզ։ Շնորհակալություն։ Հայուհիների եւ տիկնած հայ զինվորը չի կզել։ Կներեք, մտել են աննասյուն Իջևանցի Նիկոլի հայրենակից թույլ։ Վահագնովի Ալեքսանյան, դու բանակ ծառայել ես, դու Արցախի համար կռվել ես, 10-15 օր առաջ ազգային ժողովում լեկտիաբար հայտարարիր մի հատ թուրքամետ հայտարարություն, դատախազը եթե հայերենը մտածում, եթե Աննա Հակոբյանի կողմից չի նշանակված, քրեական գործ է, Վահագնովի Ալեքսանյանը ազգային ժողովում լրագրողների հարցին, լրագրողը հարց տվեց, ձեր կառավարությունը ինչու պարտվեց Արցախյան պատերազմում ես 7 տարվա մեջ, լեկտի աննասումն ասում է մեր կուսակցությունը հաղթել է, մենք չենք պարտվել։ Բառացի այդ թուրքամետ Վահագնովի Ալեքսանյան, այ համասեռամոլ, տղա է սարի իմ անուն ազգանուն ասել եմ, ես այդ մերձի Հայկաշենչուղի տղա եմ, կգաս պատասխան կպահանջես, դու պիտի պատասխան տաս, վերջացնում եմ, բարև ձեզ, բարի ծառայություն, մի րոպե, վերջացնում եմ, գալիս եմ, դու պատասխան ես տալու, հայ զինվորը կազացրել է կներեք, հատացինս, դա բառը, զորդի նման հեյվան հայվանքեր չեմ տալի, վերջացնում եմ, պատասխան ես տալու, այս բառի համար դատախազ քրեական հորձ Վահագնովի Ալեքսանյանի հայտարարությունը, հայ զինվորները $200 դիրքերը ծախել են ադրբեջանցիներին, դա թուրքամետ, համասեռամոլ, այդ թուրքի գործից Վահագնովի Ալեքսանյանը, հայտարարությունը դատախազ քրեական գործ, 1000 գործ կար իր մոտ, ասում էր իմ մոտ հազարավոր պատեր կա, որ հայ զինվորը դիրք է ծախել։ Աննասյուն հայ զինվորը թուրքին կզացրել է, ձեր նման թպայական թպը Նիկոլից էլ են կզացնելու։ Պատասխանել տալու թուրք Նիկոլ, ջհուդ հրեա, Աննա Հակոբյանից։